Բարև պրոֆեսոր Հրաչ Չիլինգիրյան, ուրեմն դուք ընկերապան եք սպյուրքակետ, ինալկոյի մեջ հայերենի ուրեմն այմաս ծրագրի տասախոս և արդեն 2 տարի է ի վեր Միացյալ Նահանգներու արևմտյան ափի մեջ հայրաքելական եկեղեցու ուրեմն թեմական խորհրդի ծիրեններ նորարար ծրագիրը գիրականացնեք, որ նորարարության կվերապերի և հատկապես հաստատութենական նորարարության կվերապերի։ Կրնակ ասել մեզի, թե ինչ է այսօր եկեղեցու դերակատարությունը սպյուրքի մեջ 21-րդ դարում։ Շատ բարդ եւ ասենք կրնակ երկար խոսել, բայց նախ որպես նախապան ասեմ, որպեսի շրջակից մտնենք այս նյութի շուրջ, Աշուշտ մանավանդ վերջերս կամ ընդհանրապես մեր ազգային խոսքի մեջ անընդհատ կխոսենք, որ եկեղեցին շատ կարևոր դեր ունի ազգային կյանքի մեջ, ինքնություն բահած է, լեզու բահած է, մշակույթ եւ այլն, այդ բոլոր ուրեմն ստորակելիները կան, հատկությունները կան, որ Հայաստանի արաքելական եկեղեցու կվերապերի, բայց եթե այսպես արագ պատմական ակնարկը եթե նետենք 19-րդ դարում, ինչպես գիտենք, Օսմանյան շրջանին բոլսո մեջ եթե նայենք մանավանդ Մաղաքիա Օրմանյան բادرիարքի մտածողությունը այս հարցերու շուրջ ուրեմն 19-րդ դարու գեսերուն հետաքրքրական հրատարակություն ունի Օրմանյանը, որ կգոչվի հայ ազգայնականություն կամ հայ ազգություն եւ ուրեմն տասախոսությունը դված է եւ հետո հրատարակված է որպես քրկուկ եւ այնտեղ եթե նայենք այս Օրմանյանի ուրեմն տեսակետը ինքը կկարևորե հայկական ազգային կյանքի մեջ ուրեմն գսեի կարևորակույնն է եկեղեցին լեզու մշակույթ եւ դաստիարակություն ուրեմն այս երեք ձևը սյուներն էին որ կփնորոշեին հայ ազգային կյանքը քոնե Օրմանյան բادرիարքի դեսանգյունեն եւ անշուշտ իր խոսքի մեջ այս կետերը միշտ դեղ կդածեն եւ ուրեմն չմոռնանք որ ընդհանուր շրջակիցը ինչ էր այդ միլլետ սիստեմներ չէ որ մենք գրոնական ազգություն մնենք գրոնքի միջոցով սահմանված ազգություն մնենք Օսմանյան գայսրության մեջ ինչպես մյուս փոքրամասնությունները հիմա եթե արական 21-րդ դար գտեսնանք որ հսկայական փոփոխություններ դեղի ունեցած են ոչ թե միայն քաղաքական մշակութային եւ այլ բնակավայրներու մեջ այլ նաեւ մեր ազգային կյանքի մեջ եթե նայենք այսօր ինչպես մեր ուսումնասիրություններն ալ սպիրկի Արցախույզի ուսումնասիրությունը որերինք մոտ 10 երկրներու մեջ գտեսնենք որ այսօր հայկական ինքնությունը կսահմանվի 3 այլ կամ 3 կորձոններ որոնց մեջ եկեղեցին չկա ուրեմն առաջինը ընտանիքն է լեզու եւ մշակույթ այսինքն 19-րդ դարում գար լեզու եւ մշակույթը այսօր ալգա ինքնությունը բնորոշող հանգամանքն է բայց կտեսնենք որ եկեղեցին այսօրվա սպիրկի մեջ ապրող հայուն համար առաջնահերթ թիրքը չունի կգարձեմ որ այսիկա կարևոր փոփոխություն է որ դեղի ունեցած է անցնող 100-ի ավելի դարիներու ընթացքին որ մեր ասենք վերլուծություններու մեջ կամ նույնիսկ մեր ինքնահասկացության մեջ չենք վերլուծած որ այս փոփոխությունները ինչ կնշանակեն մեր այսօրվա կյանքի մեջ ադիգա մեկ երկրորդ կգարձեմ որ կարևոր եւ հսկայական փոփոխությունը
հայկական pedagogian վերագանքումներ, ասենք կոնե 1991-ին ի վեր։ Այսինքն, եթե մինչ այդ 600 տարի pedagogian չունեինք, եկեղեցին իբր գառույց խաղցավ այդ ծևոմը pedagogan կամ quasi-pedagogan թերը հայ ժողովրդի կյանքի մեջ, Օսմանյան կայսրության մեջ, այդ միլլետ սիստեմը ազգային սահմանադրություններ, ռուսական ցարական Ռուսաստանի մեջ բալաժենյան էր եւ ասենք նաեւ դարձյալ այնտեղ եկեղեցին որպես ազգ ղեկավարող գառույցը գտիդվեր բեդություններուն կողմէ, այս երկու բեդություններուն կողմէ։ Ուրեմն այստեղ նրբություն մգա որ պետք է ընդգծենք այո եկեղեցին թարերով այդ թերը խաղցել է հայ ժողովրդի կյանքի մեջ բայց նաև ծևոմը բարդացրված բարդավորությունը եղած է ասի բեդություններու կողմէ այսինքն մինչև 19-րդ դար ամբողջ աշխարհը գլոբալ իմաստով եթե նայենք գրոնքը հիմնական թեր կխաղար այսի թակավորները գտակատրվեին բادرյակներուն կողմէ կամ բաբին կողմէ եւ այլն ուրեմն մինչև ասենք արդի ժամանակները գրոնքը մեծ թեր ուներ ոչ մեկ հասարակության կյանքի մեջ լա արևել կամ արևմուտք եւ ուրեմն հետեւաբար մենք ալ նույն այդ զարգացումներով նույն այդ ասենք համագարկի մեջ ունեցել ենք նման դրսևորում բայց այսօր 21-րդ դարում երբ որ մենք գխոսենք եկեղեցի մասին կամ մեր ազգային կառույցներու մասին գուսակցություններու մասին եւ այլն դակավին այդ 19-րդ դարու 20-րդ դարու գեսերու գաղաբարի մեջ է որ գտեսնենք կամ այդ շրջակիցի մեջ է որ գփորձենք հասկանալ եւ հոս է որ ուրեմն այդ փախումները կան հասկացության հասարակությունը 21-րդ դար այսօր գաբրի գառույցները ավելի հին կամ վաղ մտածողությամբ այդ դեսանգներն այդ ակնոցով է որ գուզեն դրսևորել այսօրվա իրենց թերը եւ բարդավորությունները եւ այլն եւ հոս է որ այդ փախումը կա գկարծեմ որ ընդհանուր բատկերը ասենք այսօրվա այս բատմական զարգացումներն են որոնք պետք է նկատի առնենք եթե գուզենք ավելի առաջ երթալ եւ խնդիրները հարցերը որ ունենք գարկավորենք ավելի ծրական իմաստով որտեղ պետք է եթե լուծումներ գտնենք պետք է մտածենք որ ինչ աստեցություն ունենան այդ լուծումները impact որ գսենք չէ այլապես լոզունգներ են հայտարարություններ են որ կարելի է շատ հայտարարություններ ունել բայց վերջավորության ոչինչ ստանալ հիմա եթե ընդհանրապես համաշխարհային վիճակը առնենք նկատի առնենք տեսնենք որ գրոնքի եկեղեցիներու մասի չի խոսք բայց ընդհանրապես գրոնքի վերաթարցումը կա այսպես աչագոմյան գաղափարախոսությունները արդեն ընդգծելիորեն հարաճ խաղացում արձանագրած են նույնիսկ ծառայեղ աչը որում մեջ նաև գրոնական համոզումները գրոնական հավատալիքները շատ մեծ թեր ունին առնենք Բասկաստանը որ արդեն իսլամական երկիր է առնենք Հրեաստանը որ արդեն հոնալ գրոնքը մեծ ծայրահեղականությունը գրոնքի նույնիսկ մեծ թերակատարություն ունի առնենք Լիբանանի գարցկացությունը որ ինքը համայնքային է նորեն գրոնական փաշխում ունի առնենք Ամերիկան ուր հայությունը կարևոր ներկայություն է հոնալ գրոնքը կարևոր թերակատարություն եւ գտեսնենք այս ամբողջ քրիստոնյաները որ Հրեաստանի գոմ բռնած են այդպիսի զորակցություն կան սա որ գրոնքը վերջապես դեղ ունի եւ կարևոր աստակ մնե այսօրվա հասարակության մեջ հայությունը չի գտնար այս ամբողջեն զերծ մնալ բայց հարցոնե որ Եվրոպայի մեջ կարգ մի երկրներ Ֆրանսիայի նման ուր բեդություն եւ գրոնք անչադումի օրենք գա եւ գփանի բայց հոսալ արդեն
այդ հավասարակշռությունը խախտելու վրա է հոսալ իսլամականության թեմ մեծ հոսանք մգացել է որ նաև գրոնական աստակն է որ ներթափանցած է ֆրանսական բանեններս հասարակություններս նաև Եվրոպայի բոլոր երկրներում Անգլիան այդպես է Գերմանիան այդպես է ուրեմն մեծ արշավ մգա այսինքն գրոնքի ներթափանցման աստեցության նոր թափը այսպես ստեղծված է այս բոլորի մեջ հայ արաքելական եկեղեցին եւ մյուս բաները հարավանությունները կաթողիկները եւ ավետարանները ինչպես կդեղավորվին եւ ինչպես կդեսնեն 21-րդ դարու սպյուրքի մեր գազམ་ագերբության մեջ իրենց թերագադարությունը ինչ պիտի լա ինչ պետք է որ լա Այստեղ ասալ հիմա բավական լուրջ հարց գուդաս որ գտնանք երկար խոսի բայց փորձեմ ավելի կարճ կամ հագիր ծևով փորձել բացատրել հիմա ինչպես որ ասի գրոնկը եւ հավատքը ուրեմն գրոնկը այն օրինակները որ դվիր գտեսնանք որ շատ անգամ ինչպես գրոնկը գոկտակորձվի քաղաքական կամ ասենք որոշ քաղաքարախոսություն առաջ դանելու ասկայնական ասենք կարգախոսը առաջ տանելի կամ փիլիսոփայությունը ուրեմն գտեսնանք որ գրոնքի բարակային ինչպես բոլոր գրոնները այս բարակային օգտագործված են քաղաքական կամ այլ միավորներու կողմէ գուսակցություններու կողմէ կամ դարբեր նույնիսկ բեդություններու կողմէ որբեսի արդարացնեն կամ դարաձեն իրենց ասենք քաղաքական շահերը եւ այլն ուրեմն այստեղ պետք է զգուշանանք որ երբ որ գրոնք կսենք պայման չէ որ եկեղեցվո մասին է խոսքը ընդհանուր գրոնքը որպես ասենք հասարակության կյանքի մեջ որպես institution մնե որ բաղակիզը բանամ այո այս ագնագիտ վերապերյալ սելով որ հայ արաքելական եկեղեցին եւս Օսմանյան գասության մեջ ռուսական գասության մեջ գողմե օգտագործված է իբր քաղաքական միջոց վերջապես դիրաբեդելու եւ գարավարելու հայ համայնքը այո Սելևոր հոնալ այդ գրոնական աստագը քաղաքական նպատակներով օգտագործված է մենք չէ որ որոշած ենք որ այդպես լա այլ մեզի բարտադրված է այդ երևույթը նորեն վերադառնանք քաղաքական օգտագործման շահագործման ձիրեններս է որ գբանի որքան այսօրվա քաղաքական այս թրությունը նկատի ունենալով ուրեմն գրոնքը եւ հայ եկեղեցին իբր գրոնական համայնք գրոնական հաստատություն գիտագից է այս երևույթին եւ որքանով գրնա ծևով մը դերևս շրջանցել կամ դուրս կամ այնպիսի գործառույթներ կատարել որոնք բարոյական արժեքներու սահմանի մեջ փիլիսոփայական արժեքներու սահմանի մեջ գործե եւ իսկական գազམ་ագերբչական կարողություն ունենա որ վերջապես հայությունը գարենա սպյուրքի մեջ իր դերը գտնել եւ նոր բանեն ընդհանուր այսպես զարգացման հոսանքներեն դուրս չմնա այո ուրեմն այստեղ որբեսի ամեն գարնանք ավելի երկար քննարկել բայց նորեն շատ չդարազվելու համար քան 21-րդ դարու հայ սպիրկը առնենք չէ այսօր նաև երրորդ ասենք երկու փոփոխություն ասի չէ որ փոփոխություններ դեղի ունեցած են 100 տարվա ընթացքում երրորդը եթե նշենք ուրեմն սպիրկի արևմտայնացումն է այսինքն արևելքի մեր համայնքները միջին արևելքի հատկապես համայնքները ինչպես թեպի անցնող 50 տարվա ընթացքում թեպի արևմուտք հոսանք եղած է աշխուժ բادرազները քաղաքական իրադարձությունները եւ այլն ուրեմն այսօրվա իրականությունը եթե առնենք մենք միլլետ համակարգի մեջ չենք ապրիր այլևս մանավանդ արևմտյան երկիրներում մեջ միջին արևելքի մեջ դակավին այդ միլլետ համակարգի հետևանքները կամ անոր մնացորդները կան որտեղ
իսլամ երկիրներում մեջ դակավին հայությունը կամ քրիստոնյաները գաբրին որպես կրոնական փոքրամասնություններ եւ բեդությունը իրենք գտիդե իբր այդ բայց այսօր սպիրկի մեծամասնությունը գաբրի արևմուտքի մեջ ասենք մեծ մասամբ ուրեմն այստեղ եթե հայաստանյաց արաքելական եկեղեցու մասին է եկեղեցին ո մեկ կամ նվիրաբեդականությունը ո մեկ բարդավորություն չէ տրված իր վրա որ հայությունը ներկայացնե այդ երկրի ուրեմն բեդության մոտ կամ քաղաքական այդ կորձառույթներու մեջ մտնելու որտեվ ինչպես նշեցի որ բաժնված է եկեղեցի եւ բեդություն ուրեմն ահա ասեք մենք ունենք սպիրկի մեջ այսօր լրիվ ուրիշ պատկերմը իրականությունը ուր եկեղեցին որտեվ այդ 100 տարի գրեթե քաղաքական այդ կորձառույթներու մեջ ասենք գամա ագամա մաս կազմեր է այսօր ուրեմն բարաբություն մգա որ եկեղեցին որպես փարոյական որպես հավատ որպես քրիստոնեություն որպես արժե համագարկ ինչն է որ պիտի փոխանցե եւ ինչպես պիտի փոխանցե այսօր սպիրկի մեջ ապրող հայ մարդուն ասե ամենամեծ խնդիրը եւ սպասմունքը իթեբսեմ մեր ուսումնասիրությունն մեջ ագուկա հիմա օրինակի համար Հայաստանի մեջ անընդհատ գխոսվի ասկային արժե համագարկ գսեմ մեր ասկային արժեքները բայց ես Քրեթե չեմ լսած որ որոնք են այդ արժեքները ասենք գխոսենք ընդհանուր վերացական ասենք ստորոկելիներու մասին գխոսենք բայց ինչ է որոնք են մեր ասկային արժեքները որ պետք է փոխանցենք օրինակ ասեմ որ ընտանիքը սրբություն է եւ այլն որոշ բաներ կան չէ բայց հոնալ հասարակ հայդարարում չունենք ամեն մեկը նայած որ դեսանգյունեն գնայի գխոսի ասկային արժեքներու մասին բայց եկեղեցին հիմա քալով եկեղեցին հստակ առաքելություն ունի չէ սկիզբեն Քրիստոսի ժամանակեն առաքելական ժամանակեն Գրիգոր Լուսավորիչեն եւ այլն 1700 տարվա ընթացքին ունեցել է հստակ հոգեվոր քրիստոնեական քարոշչական առաքելությունը եւ այսօր դժվար է ասել որ հստակ ինչ է այդ առաքելությունը 21-րդ դարուն հիմա անշուշտ հարցնենք հոգեվորականներում մեզի պիտի ասեն որ ինչ է եկեղեցու առաքելությունը այո փրկություն պիտի կարոզեն չգիտեմ որ մարդը մեղ չկործե եւ այդ բոլորը գա դեսական օրեն բայց ամենօրյա իմաստով ինչպես պիտի փոխանցենք կամ եկեղեցին ինչպես պիտի փոխանցե այդ արժե համագարկը հավատքի վրա հիմնված այսօրվա հայ մարդը որ գաբրի Փարիզի մեջ Լոս Անջելեսի մեջ Բեյրութի մեջ կամ Արժանտինի մեջ եւ ուր որ ըլլա եւ հոսե որ ես կգարձեմ որ կոնե իմ ուսումնասիրությանս եւ փորձառությանս սպիրկի մեջ կոնե մարդիկ կսպասեն որ եկեղեցին այդ թերը խաղա արժե համագարկը ծևավորելու փոխանցելու պահպանելու գենսունակ բահելու այդ թերի մեջ մնա եւ ոչ թե այդ քաղաքական կամ աշխարհիկ ճագերդյալ թերերու մեջ ավելի մեծ ասենք ծավալ ունենա իր աշխատանքներու մեջ լավ ուրեմն եթե այսպես նայենք հայ առաքելական եկեղեցու առաքելության ինչն է որ կբացի ինչն է որ պետք է փոխվի ինչն է որ պետք է բարեփոխվի նույնիսկ մնե որ հավանաբար ծեր առաքելության մեջ կմտնե Ամերիկայի արևմտյան ափի այդ հաստատութենական նորարարության գործի մեջ այո ճիշտ հոս է որ ուրեմն հիմնական նպատակը անշուշտ այստեղ գուզեմ շեշտել առաջնորդ Սրբազան հոր Հովնան arczepiskopos Դերդերյանի ղեկավար թերը այս բոլոր ուրեմն նորարարական մոդեցումներու որթեքրման եւ նույնիսկ այս նախաձեռնությունը
ստեղծելու համար, որտեղ ադալ կարևոր է վերջիվերջո ղեկավարության հարց է նաև այս, որ ղեկավարությունը ունիս տուն, ղեկավարները ունիս, որոնք այդ դեսիլ կպիտի ունենան եւ նաև իքորց տնեն, ոչ թե միան խոսին։ Ուրեմն հաստատությանական նորարարության այս հիմնական, ասենք, եթե կարենամ մեկ նախատասությամբ նպատակը եւ հերանեկարը բացատրել, այն է, որ ինչպես քրիստոնեական հավատքը եւ հայկական մշակույթը, ժառանգությունը հայկական, ինչպես կարելի է գենսունակ դարձնել յուրաքանչյուր հայու առօրյա կյանքի մեջ։ Այսինքն ինչպես մենք այնպիսի ծրագիրներ ստեղծենք, այնպիսի գործընթացներ սկսենք, որ հայ մարդու առօրյա կյանքի մեջ հավատքը եւ մշակույթը հայկական ըլլան իրական ապրված փորձառություն։ Ասե, ասենք գարջ ասած, ասի անշուշտ իքորց տնելու համար ահագին քայլեր կան։ Առաջին քայլերեն մեկ այն էր, որ աշխատեցանք նախ սահմանել, որ ինչ է արեմդյան թեմի առաքելությունը, դեսիլքը, vision եւ արժեքները, ինչպիսի արժեքներ ունի որթեքրած։ Եվ որ այսօր ովը մեկը գռնա երթալ եւ հանրային բան է, հաստատված է, մեկ էջի վրա շատ հստակ է, որ արեմդյան թեմի առաքելությունը ասե, իր դեսիլքը ասե եւ իր արժեքները ասում կեն։ Եվ ասի ուրեմն առաջին հերթին, որբեսի հասարակ հայդարարը, հասարակ հայդարարը ասենք հասկաց ըմբռնում եւ հասկացությունը լա ամբողջ թեմական ղեկավարության կետնի վրա, որ բոլորնալ նույն հասկացությամբ եւ նույն ուղղությամբ սկսին աշխատել։ Քանթի ամեն մեկը իր, ասենք, պատկերացուցած ձևով լա։ Ուրեմն առաջին հերթին այդ կարևոր աշխատանքը դարվեցավ, մոտ 4 ամիս գևեց, նախնական ուրեմն տեքստերը գազմվեցան, ուղարկվեցան բոլոր ձուխերու, բոլոր համայնքներուն, որովհետեւ գարտան, իրենց գարձիկը դան, փոփոխություններ առաջարկեր եւ այլն, եւ ուրեմն այդ գործընթացի վերջավորության ունեցանք վերջնական դարբերակը, որ այսօր գրեթե բոլոր եկեղեցիները, որ այցելեք արեմդյան թեմին, մեծ բաստարներու վրա թրված է, երբ որ եկեղեցի մտնես, ովը մեկը գտեսնեմ, որ ասե մեր նպատակը, ասե մեր առաքելությունը։ Այսօր ուրեմն առաջին հերթին այդ երկրորդ աշխատանքը, որ կդարվի ամբողջ թեմի ղեկավարությունը, leadership ինչպես կսենք, ղեկավարության հետ ուրեմն նոր աշխատանք սկսվեցավ եւ պետք է ասել, որ ամենամեծ համայնքները մեկն է, ինչպես գիտեք, արեմդյան Ամերիկայի հայկական համայնքը, ուրեմն արեմդյան թեմ ունի ավելի քան 1000 մարդ, որոնք առօրյա, ասենք, ամենօրյա ձևով այս կամ այն բաշտոնով կամ այս կամ այն ձևով միջամուխ են կամ ներգրավված են թեմական ուրեմն աշխատանքներու մեջ։ Սկսյալ գա ավելի քան 450 ծխական խորհրդի անդամներ ամբողջ թեմի մեջ, 300-ը ավելի սարգսակներ եւ այլն, շաբաթօրյա դպրոց ուսուցիչ 200-ը ավելի ուսուցիչներ կան, շաբաթօրյայի եւ գիրակնորյայի մոտ 3000 աշակերտ կա, կեմպը եւ դպրոցները շաբաթօրյա եւ գիրակնորյա, այսինքն հսկայական աշխատանք կա։ Ուրեմն նախ այդ հաստատութենական նորարարությանը մոդեցումի մեջ ինչն է կարևորը, որ ներքին իմաստով ինչպես կրնանք մենք այս նորարարությունը այդ ղեկավար դարենը սկսել։ Այն մարդիկը, որ իրենք են այդ շունչը դվող, այդ քայլերը առնողները ամենօրյա իմաստով, որբեսի այդպես իբր խաղապար չմնա։ Եվ հիմա չեմ ուզեր մանրամասնություններում մեջ մտնել, որտեղ ժամանակից կարճ է, դարբեր ուրեմն ծրագիրներ ունենք, որոնք աշխատենք այդ ղեկավարության մեջ դարբեր շրջանակներու հետ
իրենց վերապերող նյութեր գարձարձենք, նոր խաղապարներ, նոր ծրագիրներ կմշակենք եւ այլն։ Եվ ուրեմն երրորդ կարևոր քայլը այս ուղղությամբ այն է, որ արդեն ընթացքի մեջ պիտի ստեղծվի նորարարական եւ մեդիայի գետրոնը առաջնորդարաններն է։ Եվ այս գետրոնի հիմնական առաքելությունը եւ նպատակը ինչ է, փոխանցագություն արդատրել։ Որտեղ վերջիվերջո եկեղեցին նաեւ փոխանցագության մասին է։ Քարոզչությունը Սուրբ Գիրքի սերտողությունը, դաստիարակչական նյութերը եւ այլն, այսինքն վերջիվերջո եթե փոխանցագության ուշադրություն չդարձնենք, գմնա այդ ասենք խորհրդանշ բادرակը գա ամեն գիրակի գդարվի մարդիկ կերտան առանց հասկանալու որտեղ քրապար է եւ այլն ուրեմն եթե գուզենք որ հավատքի ու մշակույթը գենսունակ մնա պետք է նաեւ այդ փոխանցագությունը դանք մարդուն որբեսի ինքը ավելի գիտակցված եւ ավելի ասենք հարուստ ձևով ապրի այդ իր հավատքը եւ ասկային ինքնությունը երկու հարց գծակի այս բոլոր մեջ այն է որ առաջինը վերջինաշվով երբ որ եկեղեցի գսենք գետրոնական թերակատարը հոգևոր հովիվն է որտեղ ինքն է միջնորդը ասեմ համայնքի եւ աստուծո հա եւ բնականաբար հոգևոր հովիվի բادرասությունը շատ կարեւոր դեր ունի այս բոլորի մեջ որտեղ ինքն է վերջապես ամբողջի գազագերբիչը եւ նաեւ օրինակը որ բոլորին կուտա արդյոք այսօր հոգևոր հովիվներու բادرասությունը որոնք այս միասնի մեջ կբادرասվին որոնք հայաստանյան մտնորդի մեջ կմեզնան որքանով իրենք կներառնեն սպիրկյան աստագը սպիրկյան ամբողջ իրավիճակը դերյագեն հոգեբանության լեզվին օրենքներուն պետության հոնուրով պիտի ուղևորվին իբր հոգևոր հովիվ որքանով ասած բادرասությունը եւ նաեւ հոգևոր արժեքներու որտեւ այսօր երբ որ դեսնենք բոլոր այն փախումները որ կան միշտ հարցի դակ կտրվի որ որքանով այս հաստատությունները իրենք բարոյական կետնի վրա եւ հոգևոր կետնի վրա ճիշտ անձերը գտնան պատրաստել Շատ կարևոր հարց բարձրացուցի ժիրար եւ երկու ասենք հիմնական գետ կա այս հարցի մեջ առաջինը նախ պետք է ասենք որ հոգեվորականության կամ հոգեվորական գոչում ունեցողներու թիվը անցնող ասենք տասնամյակներուն նվազած է ընդհանրապես եւ ասի միան հայ եկեղեցվո հadouk չէ բոլոր եկեղեցիները կաթոլիկ եկեղեցին որ շատ ավելի մեծ է բոլոր եկեղեցիները այս խնդիրը ունին ադալ անշուշտ աշխարհիգացման որպես արդյունք անցնող չգիտեմ 50-60 տարվա ընթացքին այդ կորձընթացի հետևանքն է որ գրոնքի հանդեպ հետաքրքրությունը եւ հոգեվորականը լալու այդ ասպարեզը ավելի նվազած ուրեմն ասեմ մեկ խնդիր որ մեզի համար ալ իբր Հայաստանյաց արաքելագայ եցիկա որպես հայություն մեզի համար ալաս խնդիրը չէ գաթողիկա հայերը խնդիր ունին մեծ նայեցեք մխիթարյան վանկերու մեջ շատ քիչ միապաններ մնացած են եւ այլն մյուս խնդիրը որը սիր հոգեվորականներ որ կպատրաստվին Էջմիածին կամ մեր Անտիլիաս կամ Երուսաղեմ դեսնանք որ այնտեղ ուրիշ մեծ խնդիր մը կա Սպիրկը հոգեվորականներ չարդացրել որ Հայաստանի բարակային օրինակ Էջմիածնի թեմերու բարակային այսօր եթե նայենք գրեթե 99% Հայաստան ծնած աշակերտներ են ջեմարանականներ են որոնք հոգեվորական գտարնան ուրեմն այստեղ ես իթեպ այս մասին ասկե 10-15 տարի առաջ գրած եմ որ սպիրկի այս իրողությունը որ սպիրկը չարդացրել որ հոգեվորականներ ասկա մեծ խնդիր է երկարժամկետ եկեղեցու եւ համայնքներու կյանքի մեջ այսինքն եթե անընդհատ դուրսեն բիդիկան հոգեվորականները
ինչպես նշեցիր, ուրեմն պիտի փախվիս համայնքը արդեն երրորդ, չորրորդ սերունդ է, բայց պիտի բերես իմիգրանտը, որ թեր նոր լեզուն պիտի սորվի, երկրին մշակույթը պիտի սորվի, մտայնությունը եւ այլն, եւ ուրեմն անմիջապես կտեսնաս, որ նոր սերունդին հետ գապ չունին շատ այն հոգևորականները, որ լեզուն կամ մշակույթին ծանոթ չեն, որտեղ այդ է իրականությունը, եթե անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ ինչ լեզու է, իսպաներեն չես խոսիր, ուրեմն նոր սերունդին հետ կնշանակի պիտի չի շփվիս, որտեղ հայախոս չեն, ուզենք կամ չուզենք։ Ուրեմն այստեղ կա լուրջ խնդիրներ, եւ ես ասի այդ հոդվածից մեջ ալ գոչած եմ սպիրկի եկեղեցվո հայաստանացումը, այսինքն ինչպես սպիրի գեցին, ինչպես ենք արևմտայնացած է բանի աշխարհագրական իմաստով եւ նույնիսկ մտածելակերպի իմաստով, որտեղ եթե այդ երկրի մեջ կապրենք երկիրներու մեջ, նաեւ կորթեքրենք այդ երկրի մշակույթը եւ այլն։ Ուրեմն սպիրկի մեր համայնքները հասարակությունը որոշ զարգացման ուղղություն ունին, իսկ եկեղեցին եկեղեցականներու հովիվներու միջոցով ուրիշ ուղղություն ունին եւ ուրեմն դեր մգուկագոր որ ասոնք իրար մեջ գերանան փոխանակ իրարու ասենք բանանելու լրացնելու եւ ավասիկ շատ համայնքներու մեջ այս երևույթը կա եւ օրինակ Ֆրանսիայի մեջ ունիկ այս խնդիրը եւ ասիկա ես սկսեմ ոչ թե քննադատական իմաստով բարձրապես իրականություն մնե որ պետք է ընդունենք եւ խոսենք եւ նայենք որ ինչ են լուծումները իսկ երկրորդ հարցը որ զակեր ասած խոսքերդ այն է որ որքան բյուջեական հատկացում կա այս բոլորին նորարարության որ նորարարությունը վերջապես գենտատրե փոփոխություններ եւ նոր գարույցներ եւ նոր միջավայր ասել է որ նյութական հատկացումներ ալ կբահանջեն այս բոլորը եւ նաեւ որքանով այս ասենք անձերը որոնք ներգրավված են այս աշխատանքի մեջ մասնակիտական կետնի վրա վարձատրության արժանի են կամ սիրողական ծավով գնեն այսինքն ինչ է այս բոլորը արդյոք նախադեсված է որոշ դրամակլուխը շատ կարևոր հարց բարձրացուցի ջրար եւ իրոք որ ասիգա արդեն 21-րդ այսօր անհնար է որ առանց ուրեմն մասնակիտական մոդեցումի չենք կնա շատ առաջ եւ ես այս խնդիրը նաեւ ուրիշ կառույցներու հետ ալ որ շփումունիմ կամ հանրայինորեն անդրադարձած եմ որ մեկ բան շատ կարևոր է որ այսօր եթե մեր կառույցները պիտի գտնան թիմակրավել պահանջները սպիրկի անպայմանորեն մարդկային եւ նյութական ներդրում պետք է ունենան այլապես խոսք է գնացենք գվերլուծենք պետքեները գշարենք պետք է ասենք պետք է անենք եւ այլն բայց կմնա այնտեղ եւ այնտեղ ալ մնացել են շատ մգարույցներ շատ մգազմագերբություններ այդ խոսքեր անքին չեն գրծած որտեվ պայմանները չունին կամ չեն ստեղծած կամ չեն ուզել ուրեմն պետք է հաստատենք ընդգծենք որ այսօր ո՞ր մեկ գազմագերբություն եթե բادرաշ չէ մարդ ուժ դրամատրելու այսինքն professional իմաստով եւ նյութական որտեվ ո՞ր մեկ բան ծրի չէ եթե ծրի բիդինես ուրեմն պիտի գաղա սիրողական մարդիկ գնա մեկ ամիս, մեկ տարի, 3 տարի ենել, բայց հետո անցնի իրենց գործերուն։ Ուրեմն այդ գործը կգենա։ Իսկ եւ հոս է որ ես միշտ գշեշտեմ ինչու համար գսենք հաստատութենական այս բարակային լուծումները պետք է հաստատութենական լուծում լան, որովհետեւ շարունակվին։ Այսինքն այսօր ես ու դու գնենք, բայց վաղը եթե հոշչենք, պետք է այդ գործը շարունակվի։ Իսկ հիմա մենք սպիրկի դարածքին մեծ մասամբ սիրողական աշխատանք է։ Այդ մարդը որ դաղանց ունի, ժամանակ ունի,
դրամատրություն ունի, գնեք աշխատի, շատ լավ բան կստեղծե, բայց երբ որ ժամանակը կա, որ անցը այլևս չի գնալ անել, կփակվի այդ ծրագիրը, կամ կսկսի գաղալ եւ այլն։ Ուրեմն այս բարակային Կալիֆոռնիա, ինչպես կամ Արևմտյան Ամերիկայի բարակային, պետք է ասեմ, որ այսօր Արևմտյան Ամերիկայի համայնքը ունի նյութական եւ մարդ ուժի կարողականությունը գմնա, որ այն ծրագիրները, որ պիտի կործատրվին, ըլլան համոզիչ, որակավոր եւ ունենան շատ բարձր մագարտակի չափանիշներ, որ պիտի դարձնե համոզիչ բարերարներուն կամ մարդիկ, որ պիտի բանանեն, որ այսօր նայեցեք բարերարներ կամ մարդիկ, որ ո՞յ մեկ ասպարեզի մեջ business plan կա, չգիտեմ, գառույցներու մեջ այնպիսի ասենք parts սիստեմներ կան, որոնց մեջ կաշխատին եւ այլն։ Հիմա մենք չենք կարող ասել գդորը թուղթի վրա ասեն, որ օ, գիտեք, կուզենք ասպանը անել։ Լուրջ բան մի դունենաս։ Ինչպես կսեն proposal, առաջարկ, որ պիտի բացատրես ինչ է խնդիրը, ինչու համար այս խնդիրը կարևոր է եւ ոչ մյուս խնդիրը, ինչ միջոցներ կամ ինչ կարաչարգվի որպեսզի այդ խնդիրները լուծվի, աս բաները պիտի հստակեցվի, հետո բյուջեն որքան է, ինչու համար այդքան է, պիտի արդարացնես, պիտի բացատրես եւ ունենաս ուրեմն լավ մտածված, մշակված եւ կործատրելի առաջարկում, եւ եթե ադի ունենաս նյութականը գա, եւ ես կնամ ադիգա իմ փորձառությանս հաստատել, որ այդ հնարավորությունները կան, բայց ճիշտ ձևով դինենք, ոչ թե այդպես ինչպես ենք արագ գիտես մեկ հատ email մղրգենք, որ բարերարն ասենք, որ գիտեք մեզի Trump դվեք, որ բան այսինչ բանը դինենք, մարդը պիտի ասե ուր է հարաճարգը նյութերը շատ են, այնպես որ գրնանք այս հանդիպումից իրեններս այստեղ գանք առնել, հաջորդին հուսանք կվերադառնանք այս կարևոր թեմաները արձարծելու, հատկապես ծեր վարած այս ծրագրի իրեններս, որտեղ գենթացեմ, որ հետակային նաև գարկ մահարցեր գստեղծվին կամ դուք թեմանտիման գտնվիք այնպիսի խնդիրներու, որ ծեր առաջարկները որքանով ընդունվին մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմէ եւ մյուս թեմերու կողմէ եւ որքան գիրարգելի պիտի լան ուրիշ թեմերու մեջ ասիկ ասենք բայց հետակային կքննարկենք այս նյութերը շնորհակալություն այս հարցազրույցին համար հաջիկով